Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 21-ի համար։ Օր ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվել։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ հարցեր են ձեզ տանջում, տատանվում եք, նաև կասկածում եք ինչ-որ բանի վրա, ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ շուտ եք արթնանալու, կամ պայմանավորված եք առավոտյան շուտ, որտեղ այստեղ սպասում եք, նաև կարող է բժշկին եք սպասում, պատասխանն եք սպասում, միգուցե դրա համար է այդ ամենը։ Նաև երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ են, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ծնունդ եւ այլն, ինչ որ առիթ կարող է լինել։ Դա այստեղ տանը, հա, նաև առիթ է եւ սպասում եք կարող է հյուրերին։ Այս կարող է հյուրերից մեկը ուղակի հիվանդ լինել։ Մի փոքր ուշադիր եղեք, նամորնիկ տվեք թողակնի այդ բաներից, էլի։ Ես դրանց նամորնիկ եմ ասում։ Նաև հաջողություն ունեք այդ օրը եւ ինչ որ գործեր կմնան։ Այդ օրը ոչ բոլոր գործերը կհասցնեք ավարտին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 21-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը որոշ գաղտնիք կբացահայտվի։ Նաև հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը այդ օրը, օձեր կամ բամբասանք չերխոսակցություններ, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք աշխատանքի կընդունվեն, բիզնեսը առաջ կտանեն, նաև հարցազրույցի կգնաք կամ պետական աշխատողի հետ կհանդիպեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հանդիպում կունենաք ինչ-որ մեկի հետ, երևի այստեղ ընկերոջ հետ եք հանդիպելու, ձեզ սիրված կզգաք, նաև ոմանք կարող են սիրահարվել, ձեզ սիրահարվեն, նաև սիրո խոստովանություն է սա, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն, և մարդը, որ իր ընկերոջ հետ է լինում, հարազատ մարդու հետ է լինում, ոնց որ իրեն շատ լավ է զգում նաև, կամ երեկոյան ձեր ընտանիքի շրջապատում կլինեք, ձեզ լավ կզգաք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև դուք կզանգահարեք կամ ձեզ կզանգահարեն, հյուր կունենաք, առավոտյան քնից արթնացնում են, զանգահարում են ձեզ կամ առավոտյան շուտ եք արթնանում, որ զանգահարեք ինչ-որ մեկին և հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ոմանք կգնան հարցազրույցի, աշխատանքի ընդունելության համար, հնարավոր է նաև աշխատանքի ընդունվեք, շատ աշխատանք ունենաք, շատ պատվերներ, բիզնեսը առաջ տանեք, նաև սա պետական աշխատողի հետ հանդիպում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 21-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը նամակ կստանաք, ոչ փաստաթուղթ, տեղեկատվություն, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, ինչ-որ բաներ կգրեք, կջնջեք, նաև գումար կարող ստանալ կամ ծախսել, հնարավոր է թղթի մեջ գրված է, որ պետք է այսքան գումար վճարեք։ Նաև ինչ-որ վճար է այդ օրը, գումարի մասին խոսակցություն է այդ օրը, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք բիզնեսը առաջ կտանեն, միգուցե այստեղ աշխատանքի հետ կապված արժեքներ եք ասում ինչ-որ մարդկանց, նաև հարցազրույց է պետական աշխատողի հետ հանդիպում, ձեր եթե ունեք բիզնեսը առաջ կգցեք եւ այդպես գումար եք ներդնում ձեր բիզնեսի մեջ։ Ժամը ձեզ համար կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք։ Եվ երեկոյան կտատանվեք, ծանրութեթև կանեք, ինչ-որ բաների մասին կմտածեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ մի բանից եք հիասթափվում, ինչ-որ մեկից եք հիասթափվում, նաև կարող եք տխրել, կարող եք այդպես արթնանալ, միգուցե երազը այդքան էլ լավը չի։ Այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, տատանվում եք, ծանրութեթև կանեք, ինչ-որ մի հարցի վերաբերյալ, երեխաների հետ կապված հարցեր կան, նաև միգուցե առիթ է, միգուցե ձեր երեխաների մոտ է ինչ-որ դուք եք ցանկանում ձեր երեխաների համար, դա է կատարվում, միգուցե ցանկանում եք հղիանալ, արդեն երեխան ունենաք, ձեր ցանկությունները կկատարվեն, նաև հաջողություն ունեք այդ օրը եւ ուրախ կլինեք մյուս կողմից էլ, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 21-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք սիրային եռանկյուն հարաբերություններ ունեն, սիրային թաքուն հարաբերություններ, նաև դա գաղտնի որևիցե պահեր են, ինչ որ գաղտնի գործողություններ են։ Եվ այստեղ ինչ որ յուրաքանչյուր ամիս ինչ որ բան է կատարվում, այս ամիս եւս կկատարվի եւ դրան սիրով կզգաք, սիրված կլինեք։ Միգուցե հենց սիրով կզգաք։ Կարող է ուրախ եք, հա, ձեր ուրախանում եք այդ պահով, միգուցե գումար են ուղարկում, միգուցե ինչ-որ մի լավ բան է տեղի ունենում յուրաքանչյուր ամիս, կամ վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է, դա է ավարտվում, դրանից եք դուք ձեզ, որ նայում եք ձեր կատարած աշխատանքին, օրինակ, եւ շատ լավ եք զգում ձեզ։ Մի կողմից ուրախ եք, տրամադրությունը բարձր է, մյուս կողմից ինչ-որ մի բան է ձեզ հիասթափեցնում, տխրեցնում։ Եվ այդ օրը որոշ գործեր կանեք կավարտեք եւ իհարկե հաջողություն է ձեզ սպասվում։ Հաջողությամբ կավարտեք որոշ գործեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի կշարքներ, այդ օր առավոտյան կամ ինչ-որ մեկի հետ վիճում եք կամ տուն եք մաքրելու առավոտյան շատ շուտ։ Նաև որոշ իրադարձություններ կան, որոնք որ մեկ ամիս է տևում էր, դա կարող է ավարտվել, նաև ամեն ամիս ինչ-որ գործեր է լինում դա եւ կարող է լինել որոշ հարցերում հաղթանակած դուրս կգաք, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են մարդիկ գալ, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ առավոտյան, հա, այստեղ կամ շուտ եք արթնանում կամ ուշ, շուտ եք արթնանում տուն մաքրելու համար, որ մնացած գործերն էլ հասցնեք եւ սպասում եք, երեկոյան սպասում եք ինչ-որ մեկին։ Եվ ոմանց համար նաեւ երեկոյան սա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 21-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը օձեր կան, վատ մարդիկ, չար վերաբերմունք, նաև ոչ իրադարձությունները, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն եւ մեկ ամսվա իրադարձություն է, որը կարող է ավարտվել։ Ունեք ոմանք սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, նաև սա թաքուն գործողությունները, նավրի աշխատանքի վայրում եք դա անում, նաև ոմանք կարող են ընդունվել աշխատանքի այդ օրը, ոմանք շատ աշխատանք ունենան, բիզնեսը առաջ տանեն, հանդիպեն պետական աշխատողի հետ, գնաք հարցազրույցի, որոշ գործեր կանեք, կավարտեք այն գործերը, որոնք որ մնացել էին, հա, ի վերջո կարող եք դրանց անդրադառնալ եւ ավարտել, եւ ինչ որ տհաճ պահեր կան այդ օրը։ Գուցե այդ օձերն են, այդ տհաճ պահերը տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն կունենաք, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, որից հետո էլ կարող երջանիկ լինել, երջանիկ ձեզ գալ, եւ հույս ունեք, որ ճիշտ ժամանակին կգան, ճիշտ ժամանակին կհասցնեք, որ շատ չեն ուշանա, հա, ինչ որ պահեր են, որ հույսով լցված եք։ Այսքանը ձեզ համար հատկապես ժամի հետ կապված։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այս եղջյուրներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ որ գործեր եք ձեր ձեռքից բաց թողնելու, նաև ինչ որ հնարավորություն է։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ, նվեր կգնեք կամ նաև կտակ նվեր ինչ որ մեկին, դա կարող է լինել քաղցրավենիք, ծաղիկ եւ այլն, կամ ինչ որ մի բան տեղի ունենա, որը եւս ձեզ համար նվեր է, որ դուք ինքներդ ձեզ նվեր եք անում, գնում եք ինչ որ միտեղ։
Եվ նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ եւ ինչ-որ հարցին վերջնական լուծում կտաք, ինչ-որ որոշում կկայացնեք։ Այն գործերն են, որոնք որ մնացել էին, այդ գործերը կանեք, կավարտեք տվյալ հանդիպումից հետո։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաեւ ոմանց դա կարող է կապված լինել նաեւ սիրո հետ, անձնական հարաբերությունների հետ։ Ոմանց սերկխոստովան են, դուք սերկխոստովան եք։ Նաև սիրված կզգաք ձեզ, որ կարող գործերն ավարտեցիք, ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Եվ այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, գործեր ունեք, դրանք եւս պետք է անեք։ Դա լինի ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, թե մեկ այլ։ Կարող տատանվել, ծանրութ հետև անել ինչ-որ հարցեր, կասկածել եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, որից որ տատանվում եք, կասկածում եք, միգուցե ինչ-որ բաներ են ձեզ տանջում։ Դա է ձեզ համար տհաճ, միգուցե
որ այդ մասին եք մտածում, հա, ինչ որ պահեր են։ Եվ ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, նաև թաքուն գործողություններ այդ օրը կարող եք անել։ Այստեղ ինչ որ բան ձեզ ցավեցնում է, կարող եք ինչ որ մեկի հետ վիճել, գուցե չգիտեք, որ ամուսնացած է օրինակ։ Ամենայն դեպս, հա, այստեղ ցավ է, վեճ, ոմանք նաև կարող են տուն մաքրել, բայց այստեղ ցավի հետ ավելի շատ դա վեճն է։ Եվ որոշ փաստաթուղթ կարող եք ստորագրել, ինչ որ նամակ ստանալ, ինչ որ պահեր են պատասխանի եք սպասում եւ որոշ հարցերին վերջնական լուծում կտակ կավարտեք։ Գուցե ինչ որ փաստաթղթի եք սպասում, դա հենց էր կամ հա վերջնական ինչ որ բան պետք է լուծեք։ Դա մնացել էր այդ գործերը, կարծես երկար ժամանակ է եւ հիմա դրանով կզբաղվեք, կանեք, կավարտեք։ Եվ սպասում եք, ինչ որ մեկին եք սպասում, ինչ որ բանի եք սպասում։ Օրվա վերջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։